Թվում է, պետք Հայաստանն առանց Ռուսաստանի փախչելու տեղ չունեք։ Տևական ժամանակ նման կամահրական տոնով էին արտահայտվում Հայաստանի մասին։ Ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միություն, Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում։ Հայաստան այցելած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց շուտով լրացուցիչ 18 միլիոն եվրո կտրամադրվի Հայաստանին, օգնելու ամրացնել առևտուրը։ Ֆոն դեր Լայենը նաև նշեց, որ Եվրամիությունը մտադիր է ազատականացնել հայաստանյան արտահանումների 80%-ը։ Տնտեսագետ քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը կատակում է, հիացած է ռուսական գործակալների այն հնարամտության, որոնք դեռ փորձում են քարկոծել Եվրամիության կողմից արված առաջարկներն ու բացված հնարավորությունները։ Հայաստանի առջև ստեղծված խնդրի դեմ իբրև հակակշիռ Եվրամիությունը լուծում է առաջարկում։ Եվրամիությունը հնարավորություններ է առաջարկում եւ ամենակարևորը օգնություն է առաջարկում։ Մենք տեսնում ենք, որ այդ օգնությունը ինքը ինչ-որ միանավակ օգնություն չի, այսինքն դա նույն ապրանքների արտահանման հետ կապված, դա միանավակ ինչ-որ ակցիա չէր, որ հիմա ուրեմն այս ապրանքները, որոնք որ հիմա կան Հայաստանում, մթերքը, ուրեմն մի անգամ կարտահանվի եւ ասենք ինչ-որ տենց օգնություն կլինի Հայաստանի համար։ Ոչ, մենք տեսնում ենք, որ աշխատանքային խմբեր են արդեն ուղարկում Հայաստան, որպեսզի համակարգորեն այդ process-ները փոխվի եւ համակարգորեն մենք մեր համենայն դեպս տնտեսական դիվերսիֆիկացիան կարողանանք ուղղենք դեպի Եվրամիություն։ Եվ այդ բանի համար իրենք տրամադրում են ֆինանսներ, իրենք տրամադրում են ինֆորմացիա, ծրագրեր, իրենք տրամադրում են մասնագետների, որոնք որ կարող են շատ կարճ ժամանակահատվածում այդ ամենը իրագործել։ Բագրատ Առաքելյանը միևնույն ժամանակ նշում է, որ ԵԱՏՄ-ից հրաժարվելն անկորուստ չի լինի, բայց ավելի լավ հնարավորություններ ունենալու համար Հայաստանը պետք է անցնի այդ ճանապարհով։ Իհարկե, ես չեմ կարող հիմա ասել, որ գիտեք ինչ, մենք ընդհանրապես առանց կորուստների, առանց ոչ մի խնդիրների, ուրեմն մենք հիմա շատ արագ կերպով կարող ենք, չգիտեմ, լքենք, ոչ թե լքենք, մեզ պարտորեն արգելել են այդ շուկան, ես նկատի ունեմ ԵԱՏՄ-ի շուկան։ Ոչ թե լքենք, այլ ուրեմն մենք շատ արագ կերպով կարող ենք մեր լրիվ տնտեսությունը դիվերսիֆիկացիա անենք դեպի Եվրամիություն եւ ոչ մի վնաս չկրելով, դա սխալ կլինի, որտեվ յուրաքանչյուր տնտեսական մեխանիզմը եթե այդ տնտեսական մեխանիզմից սկսում ես ինչ-որ ռեֆորմացիաների ենթարկել, բնականաբար դու պետք է ինչ-որտեղ զիջես, բայց դրա դիմաց ապագայում դու ստանում ես անհամեմատ ավելի մեծ շահույթ եւ անհամեմատ ավելի լայն հնարավորություններ, ինչը որ հիմա տեղի է ունենում։ Եթե մենք համեմատենք այն շուկան թեկուզ ֆինանսա ունակության տեսակետից, ասենք ԵԱՏՄ-ի շուկան եւ հսկայական հարուստ Եվրամիության շուկան, դա չգիտեմ, հսկայական տարբերություն է։ Եվ Հայաստանը ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիրը, որ նման հնարավորություններ կարող է ստանալ, կոնկրետ հիմա խոսքը մեր երկրի մասին է, իհարկե պետք է ոտքով, ձեռքով կպնի այդ հնարավորությանը, անի ամեն ինչ, որպեսզի ինքը օգտագործի այդ պատուհանը, այդ դուռը, որ հիմա բացվել է Հայաստանի առջև, եւ մենք պետք է ժամանակ չկորցնելով, մենք այդ ժամանակը իրականում չունենք է, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչ սարսափելի ճնշման, վախի տարածման են մեզ ենթարկում ԵԱՏՄ-ից ու եթե կոնկրետ ասենք Ռուսաստանի կողմից։ Մենք այդ ամեն ինչը տեսնում ենք եւ պետք է օգտագործենք պարզապես այն հնարավորությունը, որը որ արդեն ռեալ ստեղծվել է, հողի վրա ոնց որ ասում։ Խոսելով Ռուսաստանի կողմից կիրառած սահմանափակումների քաղաքական կոշտ հայտարարությունների մասին Առաքելյանը նկատեց. անցել են այն ժամանակները, երբ Հայաստանը նայում էր ինչ թույլ կտա Ռուսաստանը կամ ինչ թույլ չի տա։ Ամեն դեպքում մենք պետք է հիմա չընկնենք այն կարգավիճակի մեջ, որ մենք նստենք եւ սպասենք, մեզ հիմա գազը կանջատեն, թե չեն անջատի։ Մեր
ապրանքները ուրեմն թույլ կտան արտահանել, թե չթույլ չեն տա, կամ մնացած բազմաթիվ ինչ որ լծակները մեր առջև Ռուսաստանը կփակի, թե չի փակի, ու մենք ինչ որ կախվածության մեջ գտնվենք։ Ոչ, մենք պետք է այսօրվանից արդեն բոլոր այդ իմ հնչեցրած ուղղությունները դիվերսիֆիկացիա անենք եւ արդեն պատրաստ լինենք նրան, որ գազնել են անջատելու, թանկացնելու են, հետո միգուցե ընդհանրապես անջատեն, հա, որ արդեն դե ֆակտո արգելք է դրված հիմնականում համարյա թե բոլոր ապրանքների վրա Հայաստանից արտահանվող դեպի ոչ միայն Ռուսաստան, այլ ընդհանրապես դեպի ԵԱՏՄ, հա, Ռուսաստանի տարածքում։ Եվ մենք այդ ամենը արդեն պետք է ընդունենք։ Մենք արդեն դա պետք է ընդունենք իբրև փաստ։ Եվ արդեն այսօր գործենք եւ ես տեսնում եմ, որ այդ քայլերը ձեռնարկվել են արդեն որոշ ժամանակ առաջ, քանի որ այնինչ որ հիմա է տեղի ունենում, հա, այդ որ այցը ֆոն դեր Լայնի կամ Եվրոժողովը, որը տեղի ունեցավ Հայաստանում, այդ ամենը հենց սուտից չի կազմվել։ Դա բնականաբար որոշ գործած աշխատանքի հետևանքներն են եւ ես նկատի ունեմ մեր դիվանագիտական աշխատանքի, հա, մեր քաղաքական ինչ որ կապերի, ստեղծված նոր կապերի շնորհիվ է այդ ամենի տեղի ունենում եւ մենք տեսնում ենք, որ արդեն մենք դրա պտուղները արդեն ստանում ենք։ Հայաստանի կողմնորոշման հարցում մեր զրուցակցի դիտարկմամբ օգնեց հենց Ռուսաստանը։ Խթան հանդիսացած հենց Ռուսաստանի գործողությունները։ Հենց Ռուսաստանը դրդեց Եվրոմիությանը առանց մեր խնդրանքի, առանց մեր առաջարկի, առանց մեր ինչ որ հայտի, հա, միանգամից մեզ թե ֆինանսական, թե տնտեսական օգնություն, թե ինֆորմացիոն օգնություն, ինչպես ասեցի, արդեն կոնկրետ ինչ որ խմբեր են կազմվում, ինչ որ ծրագրեր են հիմնվել եւ իմ կարծիքով մենք ուրիշ այլ ընտրանք չունենք։ Մեր այլ ընտրանքը ինչ է, կներեք, էլի։ Նոյեմբերի 9-րդ կետը, նոյեմբերի 9-րդ կետը մեր այլ ընտրանքը, հա, որ ՖՍԲ-ն գար ու Ադրբեջանի համար միջանցք, Զանգեզուրով միջանցք բացեր, դա էր մեր այլ ընտրանքը։ Մեր այլ ընտրանքը Ռոբերտ Քոչարյանի գովաբանած Մարգարիտա Սիմոնյանը ու Անդրանիկ Բիղրանյանն են, իրանք են մեր հույսն ու հավատը, հա։ Մենք ինչի մասին ընդհանրապես խոսքը։ Հասկանաք, ես էլի եմ ասում, ես միգուցե ես չգիտեմ 100%-ով համոզված չեմ, բնականաբար կասկածներ կան, ինչ որ վախեր կան, հա, որ արդյոք ամեն ինչ կստացվի այնպես ինչպես որ մենք պատկերացնում ենք, այնպես ինչպես որ մենք փորձում ենք ծրագրավորել, բայց ուրիշ մենք ճանապարհ պարզապես չունենք։ Մենք չունենք այն ալտերնատիվ ինչ որ տարբերակները, որոնց մեջ մենք կարող ենք ինչ որ ընտրություն կատարել, ինչ որ մեզ շահութաբեր, թե շահութաբեր է, շահութաբեր չի, ինչ որ այս տարբերակային, ոչ։ Մենք պարզապես այն իրավիճակում ենք հայտնվել, որ մեզ այսօր անհրաժեշտ է Թուրքիայի սահմանը բացի եւ դրան աջակցում է միայն Եվրոմիությունը։ Իսկ Ռուսաստանը ընդհակառակը փորձում է ինչ-որ խոչընդոտներ ստեղծել։ Մեզ անհրաժեշտ է ճանապարհ, ցամաքային ճանապարհ դեպի եվրոպական պետություններ։ Ես խոսքս նույնիսկ ոչ միայն Եվրոմիության պետությունների մասին եմ, ընդհանրապես դեպի եվրոպական ուրիշ նաև պետություններ, որոնք որ դեռ Եվրոմիության անդամներ չեն։ Եվ վերջի մենք ինչի մասին ենք խոսում, հա, այս վերջերս եւ ինչն է այդ քարկոծման հիմնական իրաց թեման, որ դե տեսեք Հայաստանը քանի տարի է, Թուրքիան արդեն 25-30 տարի է Եվրոմիության ուրեմն տեխնացիա, բայց առաջինը թե Թուրքիան, թե մնացած պետությունները, որոնք որ չեն կարողանում մինչ օրս մտնել Եվրոմիություն, իրենք խնդիրներ ունեն, չլուծվող խնդիրներ ունեն, եւ ինչը որ Հայաստանը ներկայիս պայմաններում գրեթե չունի։ Անպայման չէ, որ Հայաստանը 5 կամ 10 տարուց դառնա Եվրոմիության անդամ, հետո սկսի լավ ապրել, նշում է քաղաքական վերլուծաբանը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։